Աշխարհը շունչը պահած սպասում է Միացյալ Նահանգներ Իրան վճռորոշ բանակցություններին։ Օմանի միջնորդությամբ հանդիպումը մեկնարկել է արաբական երկրի մայրաքաղաք Մասկատում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Օրակարգի գլխավոր թեման միջուկային ծրագիրն է։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, իր երկիրը դիվանագիտական բանակցություններին մոտենում է պատրաստակամորեն։ Միաժամանակ չմոռանալով անցյալ տարվա իրադարձությունները, գործում է բարի կամքով եւ պատրաստ վճռականորեն պաշտպանել իր իրավունքները։ Իրավահավասար կարգավիճակ, փոխադարձ հարգանք ու շահ ըստ Արաղչիի սա ոչ թե հռետորաբանություն է, այլ կայուն համաձայնության անհրաժեշտություն։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ ռազմական տարբերակը նույնպես օրակարգում է։ Արաբական ծովում նավարկում է ամերիկյան արմադան Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ։ Չնայած Իրանի ափերին ռազմական ուժի ցուցադրությանը, Վաշինգտոնի համար դիվանագիտությունն առաջնային է։ Նախագահի համար դիվանագիտությունը միշտ առաջնահերթ տարբերակ է, երբ խոսքը վերաբերում է աշխարհի տարբեր երկրների հետ գործարք կնքելուն, անկախ նրանից դրանք մեր դաշնակիցներն են, թե հակառակորդները։ Նախագահը սպասում է բանակցությունների մասին զեկույցին։ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե ինչու է Թեհրանը բանակցում իրենց հետ։ They don't want us to hit them. We have a big fleet going over there. Նրանք բանակցություններ են վարում, նրանք չեն ուզում, որ մենք հարվածենք իրենց։ Գիտեք, մենք մեծ նավատորմ ունենք, որը գնում է դեպի Իրան։ Տարածաշրջանի երկրները հուսով են, հանդիպումը հնարավորություն կտա խուսափել մեծ առճակատումից։ Թեհրանը պատրաստ է խոսել միայն միջուկային ծրագրի շուրջ, իսկ ամերիկյան կողմը մտադիր է պահանջել մի քանի զիջում, այդ թվում հրթիռային սպառազինության ու իրանական պրոքսի աջակցության մասով։ Նախքան Մասկատի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասել էր, թե որ դրույթների քննարկման դեպքում բանակցությունները խելամիտ կլինեն։ Կարծում եմ, որպեսզի բանակցություններն իրականում իմաստալից լինեն, նրանք պետք է ներառեն որոշակի դրույթներ, բալիստիկ հրթիռների հարցը, Իրանի հովանավորությունը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին, միջուկային ծրագիրն ու սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։ Լարվածության աճի ֆոնին Իրանում Միացյալ Նահանգների վիրտուալ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը եւ դիտարկել Իսլամական Հանրապետությունից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան ու Թուրքիա գնալու հնարավորությունը։ Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշացվել է Իրանի տարածքում հնարավոր ինտերնետի աշխատանքի խափանման մասին։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներն Իրանում ձերբակալման մեծ ռիսկի տակ են։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սենսացիոն հայտարարություն է արել, խոստովանել է, որ Իրանում զանգվածային խռովություններում մեծ դեր է ունեցել նահանգները։ Մենք արել ենք այնպես, որ երկրում դոլարի դեֆիցիտ ստեղծվի։ Իրավիճակը գագաթնակետին հասավ դեկտեմբերին, երբ Իրանի ամենամեծ բանկերից մեկը սննկացավ։ Կենտրոնական բանկը ստիպված էր փող տպել։ Իրանական արժույթի ազատ անկում սկսվեց։ Կտրուկ գնաճ եղավ, այնուհետև մենք տեսանք, որ իրանցի ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Լավ լուրն այն է, որ մենք արձանագրում ենք, որ Իրանի ղեկավարությունը խելագարի պես փողը հանում է երկրից։ Այսպիսով առնետները լքում են նավը, եւ դա լավ նշան է։ Նրանք հասկանում են, որ վերջը կարող է մոտ լինել։ Թեհրանը կողմ է բանակցություններին ու երկխոսությանը, միաժամանակ կատարել է գործում ու ցուցադրում է զինանոցի նոր ձեռքբերումները։ Իրանը մարտական հերթապահության է տեղակայել հեռահար բալիստիկ հրթիռ, որի թռիչքի հեռահարությունը մինչև 2000 կիլոմետր է։ 13 մետր երկարությամբ Խորամշահր 4 հրթիռը զինված է մոտ 1.5 տոննա քաշով ծանր մարտագլխիկով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։